Միացյալ Նահանգների կոնգրեսի շենքում հունիսի 24-ին ադրբեջանական մի մեծ համայնք քննարկելու է, թե ինչպես են հայերը 20-րդ դարի ողջ ընթացքում իբր էթնիկ զտման ենթարկել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տարածքում բնակված ադրբեջանցի ժողովրդին։ Բաքվի նախաձեռնող խումբ կոչվող կազմակերպությունն է փորձում արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին կեղծ օրակարգը տեղափոխել միջազգային քաղաքական դիսկուրսի ավելի բարձր մակարդակ։ Այս կազմակերպությունը որ իրականացնում է այդ միջոցառումը, չունի հետագիծ, անցած ճանապարհ, հայտնի չի եղել Ամերիկայում նույնիսկ ադրբեջանա-թուրքական շահերի պաշտպանությամբ եւ այլն, տպավորություն է ստեղծում, որ ադրբեջանցիները ուղղակի ուզել են որևէ մի գործողություն իրականացնել, որը հնչեղ անուն կունենա։ Ղուկասյանը պատահական չի համարում, որ Բաքվի այս նախաձեռնությունը հետևելու է կոնգրեսում հայ գերիների վերադարձի պատանդառության 1000-րդ օրվան նվիրված միջոցառմանը։ Քննարկումը բավականին մեծ է լինելու։ Բաքվի նախաձեռնող խումբը մասնակիցների ցուցակ է հրապարակել։ Միջազգային իրավունքի մասնագետներից մինչև փախստականների իրավունքի պաշտպաններ, հալածյալներից մինչև տուժած համայնքների ներկայացուցիչներ։ Սրան նախորդել են Նախիջևանում եւ Բաքվում նույն թեմայով մեծ միջոցառումներ քաղաքական էլիտայի մասնակցությամբ։ Հայաստանի նախկին արտգործնախարարը կոչ է անում ներկայիշխանությանը։ Արձագանքեք ադրբեջանցիների խոշույտներին, գործողություններին, Միացյալ Նահանգներում, Եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է, ասելով, որ այդպիսի հատկանցությունը շահարկում է, դա այդպես չէ, նույնը ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կոչեցինք 2000-ից ավելի ադրբեջանական տեղանունների փոփոխություն, 100 հազարավոր տեղահանվածներ։ Քննարկման օրակարգը սակայն միայն այսպես կոչված պատմական հիշողության մասին չէ։ Ադրբեջանը խոսելու է նաև սեփականության իրավունքների վերականգնման, մշակութային ժառանգության պահպանության եւ միջազգային կառույցների հնարավոր ներգրավման մասին։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով սա երկարաժամկետ քաղաքական ծրագրի առաջին փուլն է։ Ադրբեջանը թքածուն ինչ է մտածում իրանց մասին Եվրոպան, թքածուն ինչ է մտածում իրանց մասին Ամերիկան, ինչ արձանագրություններ կան հակաադրբեջանական, նրանք իրանց գիծը բռնել են եւ քշում են։ Միտումն անհանգստացնող է եւ պետք է լինի Հայաստանի կառավարության օրակարգում, սակայն Հայ դատի հայաստանյան գրասենյակի համակարգող Գևորգ Ղուկասյանը փաստում է, կոնգրեսի շենքում անցկացվող միջոցառումը դեռ ոչինչ չի նշանակում։ Հավելում է, հայկական ակտիվ լոբին գործակցում է թե Եվրոպական խորհրդարանի, թե Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ, ինչի հնարավորությունը չունի Ադրբեջանը։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կարող է գործունեության պարարտ փող գտնել։ Նաև այն պատճառով, որ հայկական լոբին ավանդաբար շատ ուժեղ է, կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը շատ ուշադիր է նման հարցերի վերաբերյալ։ Այսպիսով խոսքը դեռևս ոչ թե ամերիկյան պաշտոնական քաղաքականության, այլ Ադրբեջանի կողմից առաջ մղվող հերթական տեղեկատվական ու քաղաքական նախաձեռնության մասին է, սակայն փորձագետների ուշադրության կենտրոնում է այն, որ նախկինում միայն Բաքվում շրջանառվող թեզը դուրս է գալիս միջազգային լսարանի մակարդակ։ Սեդա Կյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։